Մատթեոս 26 Դավադրություն Հիսուսի դեմ։ Երբ Հիսուս այս բոլոր խոսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. Գիտեք, որ 2 օր հետո զատիկ է, և մարդու որդին պիտի մատնվի խաչը ելնելու համար։ Այն ժամանակ քահանայապետները և օրենսգետներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայափա անունով քահանայապետի դահլիճը և խորհուրդ արեցին, որպեսզի նենգությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն, բայց ասում էին. ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի։ Օծում Բեթանիայում։ Երբ Հիսուս եկավ Բեթանիա, Բորոտ Սիմոնի տունը, նրան մոտեցավ մի կին, որ մի շիշ թանկարժեք յուղ ուներ, և թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել։ Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. ինչի համար է անուշահոտ յուղի այդ փաթնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին։ Հիսուս իմացավ ու նրանց ասաց. ինչու եք նեղություն տալիս այդ կնոջը, նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց։ Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով, նա իմ թաղվելը կանխանշեց։ Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին։ Նաև ինչ որ դա արեց։ Մատնության կինը։ Այն ժամանակ 12-ից մեկը, Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. ինչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ։ Եվ նրանք 30 արծաթ դրամ խոստացան նրան։ Դրանից հետո նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց։ Վերջին ընթրիքը։ Երբ բաղարջակերած տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. ուր ես կամենում պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես։ Եվ Հիսուս նրանց ասաց. գնացեք քաղաք այսինչ անձի մոտ և նրան ասացեք. վարդապետն ասում է, իմ ժամանակը մոտեցել է, քեզ մոտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին։ Եվ աշակերտները արեցին, ինչպես Հիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը։ Եվ երբ երեկո եղավ, 12 աշակերտների հետ սեղան էր նստել։ Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է։ Եվ նրանք խիստ տխրեցին։ Նրանցից յուրաքանչյուրն սկսեց ասել նրան. միթե ես եմ, Տեր։ Նա պատասխան տվեց ու ասաց. ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա է ինձ մատնելու։ Մարդու որդին կգնա այս աշխարհից, ինչպես նրա մասին գրված է։ Բայց վայ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի մարդու որդին։ Ավելի լավ կլիներ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ։ Հուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. միթե ես եմ, վարդապետ։ Նրան ասաց. դու ասացիր։ Հաղորդության խորհրդի հաստատումը։ Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց,
օրհնեց ու կտրեց, և տվեց աշակերտներին ու ասաց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը», և բաժակ վերցնելով գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար, իրենց մեղքերի թողության համար. բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որդատունկի բերքից չեմ խմի, մինչև այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը իմ հոր արքայության մեջ»։ Եվ օրհներգեցին ու ելան Ձիթենյաց լեռը։ Աղոթք Գեթսեմանիում։ Այն ժամանակ Հիսուս նրանց ասաց. «Դուք ամենքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղվելու եք, որովհետև գրված է. թե հովին պիտի հարվածեմ, և հոտի ոչխարները պիտի ցրվեն, և իմ հարություն առնելուց հետո ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլեա»։ Պետրոսը պատասխանեց և ասաց նրան. «Թեպետ և ամենքը քո պատճառով գայթակղվեն, սակայն ես չեմ գայթակղվի»։ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, 3 անգամ ինձ պիտի ուրանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Թե քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանա»։ Նույնն ասացին բոլոր աշակերտներն էլ։ Այն ժամանակ Հիսուս նրանց հետ եկավ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, և նրանց ասաց. «Նստեցեք այդտեղ, մինչև որ գնամ աղոթեմ»։ Եվ իր հետ վերցնելով Պետրոսին և Զեբեդեոսի 2 որդիներին, սկսեց տրտմել և տագնապել։ Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ, այստեղ մնացեք և ինձ հետ հսկեցեք»։ Եվ մի փոքր առաջ գնալով ընկավ իր երեսի վրա, աղոթեց ու ասաց. «Հայր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ Նա եկավ աշակերտների մոտ և նրանց քնի մեջ գտավ ու Պետրոսին ասաց. «Այդպես չկարողացաք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգիս հոժար է, բայց մարմինս տկար»։ Դարձյալ երկրորդ անգամ Հիսուս գնաց աղոթքի կանգնեց ու ասաց. «Հայր իմ, եթե կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ, քո կամքը թող լինի»։ Եվ գալով դարձյալ նրանց քնի մեջ գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։ Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղոթքի կանգնեց, և դարձյալ նույն խոսքն ասաց։ Այն ժամանակ եկավ աշակերտների մոտ ու նրանց ասաց. «Ննջեցեք այսուհետև ու հանգստացեք, քանի որ ահա ժամը հասել է, և մարդու որդին մեղավորների ձեռքն է մատնվում։ Վեր կացեք գնանք այստեղից, որովհետև ահա հասավ նա, ով ինձ մատնելու է»։ Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը։ Եվ մինչ նա դեռ այսպես խոսում էր, ահա Հուդան, 12-ից մեկը, եկավ ու նրա հետ քահանայապետների և ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ, սրերով ու մահակներով։ Եվ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տվել ու ասել.
Ում հետ ես համբուրվեմ, նա է, նրան կբռնեք։ Եվ սա իսկույն մոտենալով Հիսուսին ասաց. Ողջույն վարդապետ, ու նրա հետ համբուրվեց։ Իսկ Հիսուս նրան ասաց. ընկեր, սրա համար դու եկար։ Այն ժամանակ մոտենալով ձեռք բարձրացրին Հիսուսի վրա ու նրան բռնեցին։ Եվ ահա Հիսուսի հետ գտնվողներից մեկը ձեռքը երկարեց և իր սուրը հանեց ու հարվածեց քահանայապետի ծառային, և նրա ականջը կտրեց պոկեց։ Այն ժամանակ Հիսուս նրան ասաց. քո սուրը ետ տիր իր տեղը, որովհետև ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն։ Եվ կամ կարծում ես, թե չեմ կարող իմ հորն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների ավելի քան 12 գնդեր։ Էլ ինչպես պիտի կատարվեին Սուրբ գրքերում գրվածները, թե այսպես պետք է լինի։ Այն ժամանակ Հիսուս ամբոխին ասաց. սրերով և մահակներով իմ դեմ եք ելել, բռնելու ինձ իբրև մի ավազակի, միշտ ձեզ մոտ տաճարում նստում էի և ուսուցանում, ու ինձ չբռնեցիք, բայց այս բոլորը եղավ, որպեսզի մարգարեների գրվածքները կատարվեն։ Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան։ Հիսուս Կայափայի առաջ։ Իսկ նրանք բռնելով Հիսուսին տարան Կայափա քահանայապետի մոտ, ուր օրենսգետներն ու ծերերը հավաքվել էին։ Եվ Պետրոսը, հեռվից նրան հետևելով, գնաց մինչև քահանայապետի գավիթը, և ներս մտնելով սպասավորների հետ նստեց, տեսնելու համար վախճանը։ Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի մասին սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի նրան սպանեն։ Բայց ներկայացող բազում սուտ վկաների մեջ չէին գտնում այն։ Հետո առաջ եկան երկու սուտ վկաներ, ասացին. սա ասում էր. Աստծու տաճարը կարող եմ քանդել և 3 օրում շինել։ Եվ քահանայապետը վեր կենալով նրան ասաց. պատասխան չես տալիս, քո մասին ինչ ամբաստանություն են անում դրանք։ Եվ Հիսուս լուռ էր մնում։ Քահանայապետը խոսեց և նրան ասաց. երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծով, որ մեզ ասես, թե դու ես Քրիստոսը, Աստծու որդին։ Հիսուս նրան ասաց. դու ասացիր, բայց ասում եմ ձեզ, այսուհետև մարդու որդուն կտեսնեք նստած ամենազոր Աստծու աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով։ Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. հայհոյեց, էլ ինչի են պետք մեզ վկաներ։ Ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։ Ինչ է ձեր կամքը։ Նրանք պատասխանեցին ու ասացին. մահապարտ է։ Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքներով հարվածեցին նրան, և ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին. մարգարեացիր մեզ, դու, Քրիստոս, ո՞վ է, որ քեզ հարվածեց։ Պետրոսի ուրացումները։ Իսկ Պետրոսը նստած էր դուրսը, գավթում, մի աղախին մոտեցավ նրան ու ասաց. դու էլ գալիլացի Հիսուսի հետ էիր։ Նա ուրացավ բոլորի առաջ ու ասաց. չգիտեմ դու ինչ ես խոսում։ Եվ երբ նա գավթից դուրս ելավ, նրան տեսավ մի այլ կին և այնտեղ կանգնածներին ասաց. սա էլ Հիսուս Նազովրեցու հետ էր։ Եվ դարձյալ նա երդումով ուրացավ, թե այդ մարդուն չեմ ճանաչում։ Եվ մի քիչ հետո այնտեղ գտնվողները
մոտենալով Պետրոսին ասացին. «Իրոք դու էլ նրանցից ես, քանի որ քո խոսվածքն էլ քեզ հայտնի է անում»։ Այն ժամանակ նա սկսեց նզով կարդալ ու երդվել, թե այդ մարդուն չեմ ճանաչում, և իսկույն աքաղաղը կանչեց։ Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքը, որ նա ասել էր, թե դեռ աքաղաղը չկանչած, 3 անգամ ինձ պիտի ուրանաս։ Եվ դուրս ելնելով դառնապես լաց եղավ։